ԽՊԻ սորոսական թևը արևմտամետները գժված են ՀԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունից, որ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ արեց։ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, այս ուղղությամբ բանակցություններ չեն տարվում։ Սա այն դեպքում, երբ ընդամենը 2 ամիս առաջ ԱԺ-ն ընդունել է Եվրամիության անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի ներկայացրած օրենքը, որը նախատեսում է նաև այլ գործողություններ անդամակցության ուղղությամբ։ Ստացվում է, որ 2 ամիս է օրենքն ընդունվել է, բայց մնացել է թղթի վրա, եւ իշխանությունը մատը մատին չի խփել, նույնիսկ պարծենում է, որ ոչինչ չի արել այդ ուղղությամբ։ Այս թևը պատրաստվում է պարզաբանումներ պահանջել գործադիր իշխանությունից, թեպետի սկզբանե բարձ էր, որ նախագիծը մնալու էր թղթի վրա, քանի որ Ռուսաստանից ՀՀ իշխանություններին կարմիր քարտ են ցույց տվել։ Երկրորդ ընթերցմամբ էլ հավանաբար չէին ընդունի օրինագիծը, եթե Գյումրու ընտրությունների խնդիրը չլիներ։ Հույս ունեին, որ Եվրադաշինքն իրենց դեռ պետք կգա Գյումրիում Սարիկ Մինասյանի հետ կոալիցիա կազմելիս։ Այն ժամանակ արդարացան, թե ձևական թուղթ ենք ընդունում 60,000 քաղաքացի է ստորագրել, բայց դրսում ներսում այս լալախաղացի պահվածքը մի օր ավարտվելու է։ Իսկ թե ինչու Արարատ Միրզոյանը բացեց խաղաքարտերը, իշխանական թիմում կարծում են, որ ուզում էր արդարանալ Լավրովի առաջ, թե իր դեմ դրսում այդ օրենքի հեղինակների ակցիան իրենց կազմակերպածը չէ։ Վերջին ամիսներին ՀՀ իշխանություններն արտասովոր լոյալություն են դրսևորում Արցախի հետ կապված հարցերում, մինչդեռ ամիսներ առաջ հոխորտում էին, թե չեն հանդուրժելու պետություն պետության մեջ։ Սպառնում էին արցախցի գործիչներին, թե մտքներով չանցնի պահպանել Արցախի պետական ինստիտուտները։ Նրանք ծպտուն չհանեցին Արցախի սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի եւ խորհրդարանի ինստիտուտները պահելը, ոչ էլ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ։ Լռում են նաեւ հիմա, երբ մինչեւ եկող շաբաթվա վերջ ԱՀ խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել եւ դրանով է պայմանավորված նրանց լռությունը։ Ասվել է, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է գոնե ֆորմալ առումով պահպանվեն եւ Արցախի հարցը վերջնականապես չպետք է փակվի։ Իրական ապրող ինքնիշխան Հայաստանի մասին ամեն օր բարբաջող իշխանությունը 7 տարի շարունակ քննարկում է նախկիններին 30 տարվա արված չարվածը եւ 5 տարի շարունակ իրավապահները քննում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները, երբ կապիտուլյացիայից վրդոված մարդիկ փողոց էին դուրս եկել այս իշխանությունների հանդեպ իրենց զայրույթը հայտնելու։ 3 ԿՊ իրավապահները 9 հոգու են ձերբակալել այս գործով, կալանք միջնորդել։ Պարզ չէ, թե 5 տարի անց ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է, հերթական շոուն է նախընտրական նպատակներով։ Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած այցի ընթացքում հյուրընկալվելով Սլավոնական համալսարանում բավականին բաց զրույց է վարել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ներկաներից մեկը պատմեց, որ բոլոր հարցերին ի պատասխան Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։ Ասել է, որ իրենց համար էլ է անսպասելի եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։ Ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել եւ ԼՂ-ի պատկանելիության հարցը դիտավորյալ դուրս է թողել, ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջև հետագա քննարկման առարկա կդառնա։ Լավրովը նաեւ հերքել է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե 2022 թվականի ջերմուկյան դեպքերի ժամանակ ՀԱՊԿ չի գործել։ Ասել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոնկրետ առաջարկ է արել, սակայն ՀՀ իշխանությունը մերժել է եւ մի քանի ամիս անց ԵՄ դիտորդների են հրավիրել Հայաստան։ Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել եւ ակնարկել է, որ Միրզոյանի իրեն չդիմավորելն իր համար անակնկալ չի եղել։ Ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե մեր իշխանությունները ցանկանան։ Մեր աղբյուրի պնդմամբ իրականում Լավրովը Հայաստան այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրությունները զգալու, քանի որ Փաշինյանի քայլերից նկատելի է, որ առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաև ՌԴ շահերին, Կովկասում ՌԴ գործոնի թուլացմանը։ Թե ինչ տպավորությամբ է հեռացել ՌԴ արտգործնախարարը, պարզ կդառնա հայաստանյան կյանքի միջամտություններից։